կապված ես համաձայն եմ պարոն Ոսկանյանի այն թեզի հետ, որ 18 թվականին փաստացի լայն զանգվածները, ասում են աղքատ զանգվածները, որոնք օտարված էին, խաղից դուրս էին մնացել պետական համակարգից, լայնորեն մասնակցին այդ պրոցեսի մեջ եւ որը փաստացի դա ոչ միայն մերժում էր նախկին համակարգին, այլ ըստ էության մերժում էր երրորդ հանրապետությանը։ Բայց ես կուզեի թե ուղղակի բացեի, թե ինչն է դրա պատճառը։ Բանը կայանում է նրանում, որ ընդհանրապես հայ քաղաքական վերնախավում տարածված էր այն տեսակետը, որ 88 թվականի շարժման եւ 91 թվականի այսպես ասած պետականության գլխավոր առանցքը ժողովրդի պահանջի դա հայոց պետականությունն էր եւ Լեռնային Ղարաբաղի ազատագրման խնդիրներ։ Իհարկե դա դրանք կային, բայց կար երրորդ կոմպոնենտ, որը ցավոք սրտի մեր հայ քաղաքական վերլուծաբանները, ինտելեկտուալները միշտ անտեսում են կամ երրորդական համարում, դա կայանում է նրանում, որ ժամանակից աշխարհում բոլոր երկրներում աշխարհում ընդհանրապես կապիտալիզմի զարգացման փուլում բոլոր երկրների, բոլոր ազգերի մոտ կար մեկ այլ նաև գաղափար, դա ձևավորել բարոյական պետության գաղափար, այսինքն գосударство благоденствия։ Դա եկավ 30-ական անցած դարի 30-ական թվականներից, երբ որ կապիտալիզմի հիմքի ժամանակ, որ հայերի կապիտալիզմի ժամանակ առաջացավ աղքատների եւ հարուստների հսկայական մեծ տարբերություն, երբ որ կրոնը ստեղծան փորձում էր այն դերը կատարել, որպեսզի հարմոնիզացնել այդ հարաբերությունները, եկավ մի խավ, որ ասում էր, որ այդ կրոնը արդեն երրորդական դեր է կատարում, այսինքն դա ըստ էության այսօրվա դրությամբ մարդը պետք է իր այսօրվա կյանքով հասնի մեծ հաջողության նորմալ կյանք ապրելու, այլ ոչ թե ինքը պետք է պայքարի հանրային, որ դերը երեխաների կամ ծովները լավ ապրեն։ Սա ցավոք սրտի բարեբախտաբար, սա իրականությունը ամբողջ աշխարհում է։ Եվ ըստ էության խորհրդային միության լուծման շարժիչներից մեկը այն է, որ բոլոր ազգերը համոզված էին, որ խորհրդային միության լուծման արդյունքում իրենց ժողովուրդները լավ են ապրում։ Այս ժողովուրդները ասում են, որ Թերուկով եւ Մոնտիգոնով ոսկով մենք կարող ենք Շվեյցարիա դառնալ։ Երբ որ պարզվեց, որ մենք ոչ թե Շվեյցարիա դարձանք, այլ մեր կենսամակարդակը անկում անգամներով, հասարակության մեջ առաջացավ մերժում այն մնացածին, որ առաջարկում են 91 թվականին։ Ուղղակի մերժման քաղաքական բանաձևը գոյություն չուներ։ Չկար մի ձևակերպում, որ ասել թե մենք ինչ ենք մերժում, որովհետև հասարակային մարդու դա մերժում է, բայց ինտելեկտուալ մակարդակով չկար մարդ, որ ասել ես մերժում եմ, որտեղ այսպես է։ Արդյունքում այդ զանգվածների պահանջը մնացել էր անտեսված։ Նրան գումարվեց կապիտալիզմի, այսպես վայրի կապիտալիզմի ներխուժումը մեր հասարակության մեջ, որտեղ առաջացան հարուստների եւ աղքատների միած հսկայական շերտ, որտեղ սարսափելի անարդարության մակարդակով հսկայական մասսաներ զրկվեցին, այսպես ասած, ժողովրդի հարստությունից եւ մի փոքր խավ հարստության մի զգալի մաս իր մակրեցրեց, որտեղ առաջացավ նա հսկայական խզում։ Եվ այդ խզման պետությունը պահպանվում է բացառապես Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի հաջողության շնորհիվ, այսինքն առաջացել էր մի հատ նոր վերնախավ, այդ վերնախավը լեգիտիմ է, որովհետև ինքը բերել էր հաղթանակ, բայց ինքը կամաց-կամաց սկսեց կտրվել հասարակությունից, որովհետև հասարակության ստորին զանգվածը մոտավորապես 80% շատ վատ էր ապրում, եւ իրենց համար անհասկանալի էր թե այդ հաջողությունը, Ղարաբաղի հաղթանակը իրենց անձնապես իրենց սոցիալական կյանքում ինչ է տալիս։ Կարող է ինչ-որ օլիգարխներ, կարող են ինչ-որ օգուտներ քաղաքային բան, բայց իր անձամբ իր կյանքում այդ մարդը ոչ մի բան չէր ստանում։ Որի արդյունքում այդ խզումը գնաց եւ 2018 թվականին հաստատի առաջացավ այդ պայթյունը։ Եվ ես համաձայն եմ, որ պայթական, այսպես ասած, լիդերը եւ իր թիմը ներկայացնում են մոտավորապես այն տեսակը, որը այսպես ասած ներկայացնում է այդ օկրոկրատիայի 80%-ի այսպես ասած վատ ապրող զանգվածի, այսպես ասած, շահերը։ Եվ այդ պայմանին դրանով է պայմանավորված, բայց ես մի դետալ եմ ուզում նշել, պարոն Ոսկանյան, որ ըստ էության այն ինչ որ այդ մարդիկ ուզում էին բերել, բնականաբար չէին կարող բերել, որովհետև այդ զանգվածը ըստ էության չէր կարող բավարարվել այն ինչ որ տարիների ընթացքում, այդ զանգվածը արդեն կորցված է, այսինքն այդ զանգվածը ֆունդամենտալ հիասթափված է այս իշխանությունից, որովհետև բնականաբար իրենք մտածում էին, որ այդ նախկինների հարստությունը պետք է բաժանվել բոլորը պետք է բոլորը միանգամից կհարստանային եւ դրանային միջին խավի ներկայացուցիչներ, այդ մարդիկ ոչ միայն
դիաստապված են, այլ իրենց կենսամակարդակը անկապներով է արդեն պատացել, որպեսզի մի քանի թիվ բերեմ, որ պատկերացնենք, մինչև 2018 թվականը բանկային համակարգի տարեկան մաքուր եկամուտը կազմում էր մոտավորապես $50 միլիոն, $60 միլիոն, մաքսիմում կարող է $70 միլիոն, այսինքն ինչքան բանկերով կա բոլոր բանկերի համախառն եկամուտը տարեկան։ Ուրեմն 2018 թվականից հետո 20 թվականին համախառն բանկերի եկամուտը դառավ $100 միլիոն, 21 թվականին դարձավ $270 միլիոն, 23 թվականին դարձավ $600 միլիոն, 24 թվականին դարձավ $920 միլիոն, եւ վերջապես 25 թվականի առաջին եղանակում մաքուր եկամուտը կազմում է $250 միլիոն եւ բոլոր կանխատեսումները կարող են ասել, որ մինչև 1 միլիարդ է հասնելու, այսինքն ըստ էության 2018 թվականի 80% վատ ապրող մարդկանց երազանքը ոչ միայն չիրականացավ, այլ իրանք ֆունդամենտալ խախտված են եւ իրանք կենսամակարդակը շեշտակերեն անկում ապրեց եւ ըստ էության եթե համեմատում ենք մինչև 18 թվականի եկամուտների բաժին համաստությունը, ապա ասենք 50-60 միլիոն դոլարից եւ $1 միլիարդ տարբերությունը դες է տալիս, որ կարելի ասել, որ Հայաստանի ժողովուրդը կանգնած է նոր պայթյունի առաջ։ Այդ նոր պայթյունը ըստ էության որպեսզի չփլի վերջնականապես պետականությունը, ես կարծում եմ սա լուրջ խնդիր է, որ պետք է լուրջ ուսումնասիրության բերի, իսկ ինչ վերաբերում է ինքնությանը, ապա ես կարծում եմ այսպես շատ խորը պետք չի գնալ, որովհետեւ 91 թվականից հետո շատ այսպես պրոցեսները վերեցին նրան, որ հասարակության մեջ հայ ժողովրդի մեջ առաջացավ մի շատ հասկանալի գաղափար ձևավորել երկու հանրապետություն, մեկ ազգ, երկու պետություն տարբերակով, Հայաստանի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն։ Ըստ էության հայ ժողովուրդը արդեն համակերպել էր, որ իր պատմական հայրենիքի գաղափարը դա արդեն դառել էր ոչ թե պետական քաղաքականություն, այլ պարզապես ուղղակի սիրողական կամ մշակութաբանական էլեմենտ եւ ոչ մեկի մոտ չկար պահանջ, որ մենք պետք է վերադարձնենք Վանը կամ Թիֆլիսը։ Ըստ էության այն ինչ որ կատարվեց 18 թվականից հետո կարելի ասել, որ գնաց երկրորդ հանրապետության, Արցախի հանրապետության լուծարման process։ Այդ լուծարման process-ը այսօր ցինիկաբար անվանում է իրական Հայաստան հաստատություն, այսինքն Արցախի հանրապետության ոչնչացման եւ լուծարման գործընթացը այսօր, այսպես ասած, ձևակերպում է, որ մենք ձևավորում ենք իրական Հայաստան, որը ըստ էության նույնիսկ կրկնում դա ոչ մի կապ չունի իրական process-ների հետ։